Ինչ ծրագիր է այս առաջարկը Թրամփի վարչակազմի կողմից, չնայած նրան, որ պաշտոնական հաստատում որպես այդպեսին չկա, եւ ում հետ է բանակցում Միացյալ Նահանգների նախագահը, թե սրանք իսկապես մտածածին բանակցություններ են։ Գիտեք, իրավիճակը այնքան մի կողմից աբսուրդային է, մի կողմից իրատեսական, որովհետև Իրանի դիմադրության ներուժը իրենք ակնհայտորեն չէին թերագնահատել էին եւ իրենք իրենց գերագնահատել էին։ Իրանը ցույց տվեց, որ շատ հարցերում ինքը շատ ավելի դոմինանտ է եւ շատ ավելի կարողություններ ունի, քան հնարավոր էր պատկերացնել ռեգիոնալ Կարելի ասել գեոպոլիտիկ կենտրոնի կարգավիճակը ստանում է ամեն ինչի արդյունքում։ Հիմա մի կողմից հայտարարում են, որ կա առաջարկ, մյուս կողմից հերքում են այդ առաջարկը։ Ակնհայտ է, որ կան շփումներ, ակնհայտ է հենց այն զիջումները, որ Միացյալ Նահանգները գնաց եւ լիմիտ տվեց, որպեսզի փաստացիորեն Իրանը նավթի վաճառքի սահմանափակումներ չունի արդեն 5 օր եւ Իրանը շատ ավելի մեծ ծավալի նավթ է այսօր վաճառում, շատ ավելի թանկ գնով, օրական կտրվածքով, քան երբևէ դա եղել է։ Այսինքն առնվազն բանակցությունների առաջարկին Իրանը հավանաբար նախապայմանա ֆիքսել, Միացյալ Նահանգները պատասխանել են։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներից բացի ոչ մեկ չէր կարող Միացյալ Նահանգների փոխարեն այդ էմբարգոները չեղարկել, հա։ Զուգահեռ շատ ճիշտ նշեցիք, որ զորքեր են տեղափոխում, բայց այդ զորքերի նշանակությունը կարող է լինել շատ տարաբնույթ։ Եթե վատագույն սցենարը վերցնենք, դրանք ցամաքային օպերացիայի նախապատրաստում են, եթե ոչ վատագույն սցենարը վերցնենք, հնարավոր բանակցային օրակարգում որպես ուժի սիմվոլիզմի գործիք, բայց հիշենք, որ նախորդ ուժի սիմվոլիզմները չաշխատեցին Իրանի պարագայում եւ ավելին ասեմ, գիտեք խնդիրը ինչու՞մ է, որ fake news-երի ծավալը այնքան մեծ է, որ դժվար է հասկանալ։ Ես դրա ուսին հետևում եմ, երբեմն չես հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետեւ ասում են Իրանը հրթիռակոծում է Իսրայել, Իսրայելից օպերատիվ մակարդակով կադրեր են գալիս։ Այստեղ իհարկե պետք է որոշակիորեն տարանջատել հիմա Միացյալ Նահանգներ, Իսրայել էլիտաները եւ իրենց շահերն ու իրենց մոտեցումները, որտեղ Իսրայելը այլ խնդիր է փաստացիորեն դրել, Թրամփը հասկացել է, որ մնացին էս պատերազմի տակ, հետեւաբար պետք է անընդհատ հաղթանակ ասելով մի ձև դուրս գալ, հա։ Իրավիճակը բավական բարդ է ընդհանուր ռեգիոնալ գնահատական տալու տեսանկյունից, բայց ակնհայտ է, որ կողմերը դեմ չեն։ Կա բանակցությունների մյուս կողմից ինֆորմացիա դուրս եկա, որը դժվար է հասկանալ հաստատելի է թե ոչ, որ Ռահբարը, այսինքն Խամենեիի որդին դեմ չի բանակցություններին։ Խնդիրը նրանում է, որ մենք չենք կարող ասել, որ դա ինքն է ասել, թե դա իր մոտեցումը չի, դա Իրանի մոտեցումն է, Իրանի մոտեցումը չի, որովհետև կան խնդրահարույց բազմաթիվ կետեր, հատկապես նաև իր հետ կապված, հա։ Ամեն դեպքում հիմա ես ենթադրում եմ, որ բանակցային օրակարգեր կան ու այդ կետերին ծանոթանալով որոշակիորեն ժպիտ առաջացավ, որովհետև Միացյալ Նահանգները հաղթողի դիրքերից չի, որ պետքա մոտենա, բայց այդտեղ ուրիշ խնդիր կա, կամ բանակցային տեխնոլոգիաներ։ Դու նշաձողը պահանջների ամենաբարձր մակարդակի էսանը, որ հետագայում սկսես զիջել, հա։ Իրանը 5000 տարվա բանակցություններ ու դիվանագիտությամբ կայսերական մտածողություն ունեցող պետություն է, հետևաբար ասֆալտի վրա էլ իրենք իրենց նախապայմաններն ունեն ու այս կամ այն ձև հանրայնացվեց, թե ինչերը պետքա չեղարկվեն, որպեսզի ամերիկյան որոշ պայմաններ իրողություն դառնան եւ այսպիսի մի տպավորություն կա իմ մոտ, որ այս պատերազմից Իրանը կամ դուրս կգա ռեգիոնալ եւ միգուցե համաշխարհային գերտերություն կամ ընդհանրապես դուրս չի գա, այսինքն կկազմաքանդվի եւ այլն։ Կազմաքանդման պրոյեկտը, այսպես ասած, եթե դա իրողություն, դա վատագույն սցենարը կարող լինի երկրագնդի համար։ Առաջին սցենարի պարագայում, օրինակ մենք այսպիսի ես կոնկրետ կարդացի, որ առաջին կոչ էր արել Ռուսաստանի եւ Չինաստանի քաղաքական հայտարարությամբ հստակեցնել իրենց դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ երկու մայրաքաղաքների հետ իրենք ինտենսիվ շփումներ ունեն, հարաբերություններ ունեն, փակագծերը չբացեմ եւ այլն, բայց արդեն բաց խաղի ժամանակն է։ Հավանաբար Իրանը այդպես է կգալու։ Հստակ ինչ ակնկալիք ունեն թե Ռուսաստանից, թե Չինաստանից։ Աշխարհակարգի ձևավորման նոր խաղի կանոններ, ընդ որում այսպես նախապայմաններից մեկը այն էր, որ Իրանը պետք է դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, նայեք, դա հասկանալի է, որ արևելյան դիվանագիտություն է։ Դրա համար պետք է խիստ ուրիշ կարգի դերակատար լինես, հա։ Արդյոք Իրանը այսօր այդ դերակատարն է, դեռևս ոչ, բայց կարող է դառնալ։ Այստեղ իհարկե երկու հիմնական խնդրահարույց մայրաքաղաքներ կան՝ Էր-Ռիադը եւ Անկարան։ Եվ իզուր չի, որ Էր-Ռիադը համոզում է Թրամփին, որպեսզի շարունակեն պատերազմը։ Ակնհայտ է, որ այն ներուժ ինչ որ ունի Իրանը, սանկցիաների տակ գտնվող Իրանը, չունի Էր-Ռիադը։ Էր-Ռիադը ունի փող եւ ուներ ամերիկյան անվտանգության հովանոց։ Պարզվեց, որ դա չի աշխատում։ Թուրքիան հասկանում է, որ մեծ մտահոգություն է, որտեղ ներուժի առումով Թուրքիան, եթե մենք ուղղակի վերցնենք նոմինալ միավորները, թվային միավորները, Թուրքիան առաջ է Իրանից,
բայց ասֆալտի վրա կարծես թե իրավիճակը շատ այլ է։ Այստեղ իհարկե գեոպոլիտիկ խաղը բավական բարդ է լինելու, մենք այստեղ չխոսեցինք Իսրայելի մասին, որտեղ այնտեղ էլ խնդրահարույց վիճակներ կան, իսկ մտել են պատերազմի մեջ ու բարդ վիճակներ կան։ Ու պետք է ամենակարևորը ադրբեջանական սցենարի մասին երբեք չմոռանալ, որովհետև Կասպից ծովում խոցումները իրանական հանքավայրերի ակնհայտ է, որ մեծ մերձավոր արաբել քիչ չէին, դա հարավային Կովկասից։ Բայց հստակ է, որ եթե Միացյալ Նահանգները ցանկանում է հետ քաշվել այս պատերազմից, Իսրայելը բնականաբար որևէ կերպ չի դիմադրելու այդ որոշմանը։ Ես կարծում եմ, որ Իսրայելը դիմադրելու է, Իսրայելը ունի գործիքներ Միացյալ Նահանգների վրա ազդեցության, որովհետև պատերազմի մուտքը ԱՄՆ-ի սրտով ամենևին չէր։ Օրեր առաջ Թրամփը հրապարակային մեղավորներ էր փորձում գտնել եւ ամենամոտ իրեն կանած մեղավորը պարզվեց պաշտպանության իրենց նախարարն է։ Ասես որ նա ինձ համոզել, որ ռազմական գործողություն սկսենք եւ այլն եւ այլն։ Գիտեք, խնդրահարույց է գերտերության համար մտել այսպիսի պատերազմի մեջ, ամեն օր ասել հաղթում ենք, հետո ասել մենք բանակցային առաջարկ ենք արել։ Եթե հաղթում ենք, էլ ի՞նչ բանակցային առաջարկի իմաստ է խոսքը։ Բայց այստեղ խաղ զրոյական արդյունքով էլ չպիտի լինի։ Երկու կողմերն եւ մնացած բոլոր կողմերը դրանք մեծ պետություններ են, մեկը մեկի հաշվին չի կարող լինել։ Հիմա կանք ներքաղաքական իրադարձություններին, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հստակ հայտարարեց, որ եթե քաղաքացիական պայմանագիրը ընտրություններով սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա աշնանը պատերազմ է լինելու։ Մի քանի օր անց արդեն ներկուսակցական քարոզարշավի ավարտին ասաց հստակ ժամկետ նշեց սեպտեմբեր ամիսը եւ նշեց, որ դա աղետաբեր պատերազմ է լինելու։ Սա ընդդիմադիր շրջանակները որակեցին որպես սպառնալիք հայ ժողովրդին։ Ձեր գնահատականը, արդյոք սա սպառնալիք է հայ ժողովրդին եւ եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է սահմանադրական մեծամասնություն ստանալ, հասկանալի է, որ ցանկանում է իշխանություն ունենալ, բայց դա նաեւ հենց այն նպատակով է, որ պետք է Բաքվի պահանջով սահմանադրությունը փոխի։ Այստեղ սահմանադրությունը ոչ թե առաջնային պահանջ է, այլ այստեղ խնդիրը այն է, որ ինքը հասկանում է, որ ընտրական կոնյունկտուրան այդքան շահեկան չի իր համար։ Այսինքն այդ Բաքվի սահմանադրություն փոխելը իհարկե ինքը հեռանկարային process-ներ է Հայաստանը չեղարկելու մասով, հա, բայց հիմա խնդիրը այդ չի, խնդիրը այն է, որ ինքը ամեն գնով ցանկանում է իշխանության մնալ, ամեն գնով, Հայաստանի գնով այդ տուներ։ Բազմիցս այդ նաև ձեր հարթակում ենք խոսել այդ մասին, որ այդ մարդը ընտրություններում ինքնավերարտադրվելով գոյութենական խնդիր է լուծում ու իր որոշ թիմակիցների եմ, այստեղ ուրիշ խնդիր էլ կա։ Պարզա որ ինքը ինչ-որ խոստումներ ա տվել տարբեր շրջանակների, բայց հիմնական խոստումները դրանք Անկարային եւ Բաքվին են։ Ավելին ասեմ, հանրային խոսույթի տեսանկյունից միգուցե ինքը գիտի երբ է, այսինքն ինքը ունի որոշակի պլան պատերազմ սանձազերծելու։ Եկեք հիշենք 2020 թվականին ով սանձազերծեց պատերազմը 2020 թվականին, երբ որ Ստեփանակերտի հրապարակում ինքը հայտարարեց Արցախը Հայաստանը եւ վերջ, ինքը հասկացավ դա ազդանշանն էր Ալիևին, որ դու կարող ես հարձակել, որովհետեւ բանակցային ֆորմատը մենք գլխի վայր շրջում ենք, հարցը տանում ենք տարածքային ամբողջականության դաշտ, իսկ այդ դեպքում դու կարող ես լեգիտիմ պատերազմի հնարավորություն ստանալ եւ քայլեր ձեռնարկել։ Ոչ հեռու ապագայում, եթե ինքը հասկացավ, որ ինքը խնդիր ունենալու ինքնավերարտադրման մասով, այդպիսի մի թեզի հեղինակ կարող է դառնալ։ Անկամ չեղարկելով թրիպի հետ կապված ինչ-որ բան, իսկ թրիպը դա Զանգեզուրի միջանցքն է, այսինքն կարող են հերթական դերերը խաղալ, ինչպես ամենաառավոտ ինչ-որ էկզոտիկ ավանտյուրիստական, անբարո ինչ-որ տեքստեր է հնչեցնում, կարող է հենց այդպիսի թեզ հնչեցնել ու սպառնալ սեփական հասարակությանը, եթե ինչ չընտրեք պատերազմ, այսինքն ես պատերազմ կկազմակերպեմ ձեր համար, եթե ես իշխանությունից զերծ լինեմ։ Այսինքն իհարկե սա բավական լավ մեմային բովանդակություն է տալիս ընդդիմությանը չթույլատնելու իր ազդեցությունը, այսինքն եթե ես իշխանության չլինեմ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի չեմպիոն չի լինի։ Եթե ես այսպես իշխանություն չլինեմ, ասենք թե Մադագասկարում լեմուրների իրավունքները չեն պաշտպանվի եւ այլն։ Բայց հարցին պետք է լուրջ մոտենալ, որովհետեւ եթե ինքը հասկացա, որ իրավիճակը իր համար լավ չի, իսկ հարցի առաջում ինչ է Հայաստանում ման գալիս։ Ինքը գնում է, ասենք, մարզեր, տեսնում է ինչ-որ մարդկանց, չէ, այդ մարդկանց պատրաստի են, չէ՞, բերում, այսինքն աջակից մարդիկ են, չէ՞, հետո սկսում է քայլել հասկանալու համար ասֆալտի վրա ինչպիսին է իրավիճակը, իսկ ասֆալտի վրա իրավիճակը այնպեսին չի, որ իրան հաճելի է։ Հիշում եք մետրոյի միջադեպը, հիշում եք տարբեր տիպի միջադեպներ մարզերում, իսկ մարզերի ազգաբնակչությունը հիմնականում ընդհանրելի իրան աջակցում է, չէ՞։ Երևանում տեսակ ինչ սուր արձագանքներ տեղի ունեցան, մարդիկ այլևս չեն վախենում, որովհետև հասկանում են, որ գործ ունեն Ադրբեջանի շահերը լիակատար սպասարկող մարդու հետ։ Ինքը եկել է սպառնալիքների թեզի, որովհետև այլ տարբերակ չունի։ Հենց հասկացավ, որ խնդիր է ստեղծվելու, մինչև ընտրությունները սադրանք կազմակերպի, ընդ որում սադրանք ցանկացած հնարավոր տարբերակ, այսինքն չկա ինչ-որ մի սցենար, որ գրել են հավանաբար, որովհետև այս պահին տաք կոնֆլիկտ բուն հարավային Կովկասում չկա։
Այսինքն ուղղակի Ալիևին կարա խնդրի, եթե առաջ նախկինում Ալիևն էր սպառնում Հայաստանը, հիմա Հայաստանի գործող վարչապետն է սպառնում։ Արտակարգ կամ ռազմական դրություն Հայաստանում կմցնի, ընտրությունները կչեղարկվեն ու Աստված գիտի ինչքան կտևի։ Իդեպ Ուկրաինայում այդ մոդելը աշխատում է։ Մինչև հիմա Զելինսկին արտակարգ ռազմական դրությամբ շարունակում է մնալ երկրի ղեկավար։ Պարոն Ղևոնդյան, իշխանականները, որ հիմա ձեզ լսեն, կհակադարձեն, կասեն, այ մի երկու օրինակ եք բերում, նշելով, որ թե ինչքան վատ է հասարակությունը վարվում Նիկոլ Փաշինյանի հետ, բայց կան նաև մի քանի այլ օրինակներ, որոնք մեծամասնություն են, որտեղ քաղաքացիները, այդ թվում մարզի բնակիչները Նիկոլ Փաշինյանին խաղում են, նարդի են խաղում, նրան բարևում են, ավելի, այսինքն ջերմ ընդունելության են արժանացնում։ Գործող իշխանությունը մոտավորապես մի 23% վարկանիշ ունի երկրի մակարդակով եւ ինչ, եւ ոչ մի բան։ Խոսքը 50+1-ի մասին է։ Իսկ 50+1-ին հասնելու համար դու դեռ պետք է կարողանաս շատ քայլեր ձեռնարկես։ Իդեպ նշենք, որ պաշտոնական քարոզարշավ չկա։ Այո, բայց քարոզարշավը Հայաստանում իդեմս իշխանության մոտ 1.5 տարի է տևում։ Արդեն սկսել է շատ վաղուց։ Իդեպ շատ ավելի շուտ կան նորաթուղթ ձևավորված կուսակցությունների մասով, կան հին ընդդիմադիրների մասով, շատ վաղուց վանից է այդ ամենը, բայց ինքը հասկանում է, որ այն ինֆորմացիան աջակցության, որ իր թիմակիցները իրան բերում ներկայացնում են, այդքան էլ հավաստի չի, որտեղ ինքը ասֆալտի վրա իրավիճակը հասկանա, որ ուժայիններին ուղի թե որտեղ ոնց է աշխատելու, որ քվե բերեկից։ Իհարկե, ամենավերջի սպառնալիքները, բանտարկություններ, կալանավորումներ, արգելանքներ, սպառնալիքներ, փակ սենյակներում եւ այլն, այդ ամեն ինչը ասեմ ձեզ մի մասով բիզնեսի մասով կա, վաղուց դեպ կա։ Քաղաքական գործիչների հանրային դեմքերի մյուսների նկատմամբ կլինի։ Մի մասով արդեն կա, օրեր առաջ մենք դրա լուսաբանումը արեցինք, որ օրինակ լրատվամիջոցներից մեկի խմբագրին կանչել էին հարցաքննության, բռնության կոչեր հնչեցնելու համար։ Հետո աղմուկ բարձրացավ, բնականաբար այդ քրեական վարույթը նաև կարճվեց։ Իսկ իշխանամերձ թերթերի, կայքերի, ազգային էթնիկ խտրականության հիմքով այսպես հայտարարությունները, հոդվածները երբեք այսպես ուշադրության կենտրոնում չեն հայտնվում, չէ՞ ուժայինների, իհարկե չեն հայտնվում։ Մենք իրականության մեջ պետք է ապրենք։ Այո, արցախցի կնոջ դեպքով եք երևի ասում, ակնհայտորեն իշխանամերձ լրատվամիջոցը նմանատիպ հայտարարություն նմանատիպ բովանդակությամբ ավելի ճիշտ վերնագրեր դրել էր համենայն դեպս։ Հիմա թրիփի մասին Հայաստանի երկրորդ նախագահը խոսում էր թրիփի մասին եւ նշում, որ հիմա փաստացի դա Փաշինյանը առաջին պլան է մղել, փոխարենը հետին պլան է մղվել կամ առհասարակ երևի հրաժարվում է խաղաղության խաչմերուկ նախագծից, որը վերջին մի քանի տարվա ընթացքում անդադ դրանց էր Փաշինյանը խոսում եւ փաստացի ասում էր, որ եթե Հայաստանը բեռներ է փոխադրում Ռուսաստան Ադրբեջանի տարածքով, դա բնականաբար ավելի երկար ճանապարհ է եւ առաջարկում էր Վրաստանով, մասնավորապես Աբխազիայի տարբերակը աչքի տակ ունենալ, երկաթուղին բացել, իդեպ նաև իր փորձի մասին էր խոսում, որ իր նախագահության ժամանակ նմանատիպ փորձ արել է վրացական իշխանության հետ բանակցություններ վարելու եւ հիմա փաստացի առաջարկ է Հայաստանի իշխանությանը, ինչպես է գնահատում այս առաջարկը, ինչ հնարավորություններ դա կարող է տալ Հայաստանին։ Ես չեմ կարծում հավանաբար, որ դա առաջարկ է Հայաստանի իշխանություններին, որովհետեւ այն ինչի մասին խոսում է երկրորդ նախագահ Հայաստանի Հանրապետության համար է։ Թրիփը գործող է, Զանգեզուրի միջանցքը դա արդեն իշխանությունների համար, այսինքն տարբեր բաներ են։ Վերադառնանք ձեր նշած այդ խաղաղության խաչմերուկի, դե խաչմերուկները կոնցեպտուալ չեն կարող խաղաղ լինել, որտեղ հակադարձ երթևեկություն է լինում։ Ամենախնդրահարույց իրավիճակները, եթե գոնե երթևեկության պարզագույն պատկերացումներ կամ տրամաբանություն ունես, այդտեղ չի կարող անվտանգություն լինել, հա։ Բայց եթե վերցնենք այդ թեզը ինչի մասն էր խոսում, որ ռեգիոնի բոլոր լոգիստիկ ուղիները, ճանապարհները ապաշրջափակվում են, բայց կարծես թե ոչ մի բան չի ապաշրջափակվում, բացի Զանգեզուրի միջանցք, որի անունը դրել են TRIP, այդ հատվածից, որը փաստացիորեն գոյություն չունի, այսինքն այդ հատվածը երկաթուղային մասով չկա էլ, հա։ Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղին, գիտեք, այդ արկա է այդ երկաթուղին, ասում հայտնի կոնֆլիկտի պատճառով Աբխազիա, Թբիլիսի, հա, այդ ամեն ինչը պարալիզացվել է, հա, մենք տարիներ շարունակ Աբխազիայով ստացել ենք բեռներ եւ դա խիստ տրամաբանական է, այսինքն եթե մենք վերցնում ենք Ադրբեջանի խորհրդային ժամանակահատվածի երկաթուղային ցանցով, իհարկե կար ճանապարհ դեպի Ռուսաստան, որը առնվազն մոտ մի 37%-ով ավելի երկար էր, քան այն ինչ որ Աբխազիայով կարող լինել։ Այստեղ կա մի այսպիսի բանաձևում, հա, ռուսները պետք է Աբխազիայի հետ խոսեն,
հայերը պետք է Վրաստանի հետ խոսեն, որպեսզի կարողանան քառակողմ որոշակի կոնսենսուսի գան, որպեսզի տնտեսության շուրջ տեղի ունենա համագործակցություն։ Դա իրականում հետաքրքիր պրոյեկտ է այն իմաստով, որ տարածաշրջանում գոնե այդ հատվածում կայունություն ապահովելու։ Իսկ ու ապրանքաշրջանառությունն էլ է էականորեն այսպես ավելանալու, հա։ Այստեղ շատ կարևոր է թե Վրաստանում ովքեր են իշխանության, իսկ այն մարդիկ ովքեր Վրաստանում եկել են իշխանության, կարծես թե adekvat են, ազգային են եւ պատկերացնում վրացական շահը եւ նպատակ չունեն այս պետությունը ծառայեցնել 3-րդ, 4-րդ, 5-րդ ուժերին, հայտնի հայտարարությունների մասին մենք չխոսենք։ Այս առումով Աբխազիա-Վրաստան հարաբերություններում ես հնարավորություն տեսնում եմ, բայց դա բավական մեծ խաղի հետ է կապված, հա։ Հայաստանը այստեղ ավելի շատ երկրորդային ֆիգուրա լինելու, որը իհարկե օգտվելու է։ Ինչի՞ չէ նաև Իրան, Հայաստան, Վրաստան, Աբխազիա, Ռուսաստան ճանապարհը։ Իհարկե այնտեղ կա նաև Ռուսաստան, Ադրբեջան, Իրան երկաթուղի, որը մի կտոր արդեն պետք է, բայց պատերազմը կարող է ամեն ինչ չեղարկել։ Բայց հնարավոր է, ինչպես նախագահն էր ասում, այդ տնտեսական ծրագիրը տարանջատել քաղաքական հակասություններից։ Հակառակ այստեղ ավելի դրական է, որ խնդրին տնտեսական մոտեցում է ցուցաբերում, որտեղ տնտեսականից քաղաքական բանակցային օրակարգ կա։ Եթե տնտեսական շահերը ընդհանուր են դառնում, հետագայում քաղաքական հակադրություններն էլ է սկսում մեղմելու։ Բանակցային օրակարգը մոդելը հին այնքան ինչքան աշխարհը։